Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսած շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին արդեն ուսումնասիրում ենք 3-րդ երկի 7-րդ գլուխը, որը կոչվում է Վիդուրան շարունակում է հարցեր տալ։ Մենք մի թեթև արդեն նայեցինք մի քանի հարցերը, որը Վիդուրան ինքը տվեց եւ այս պահին արդեն հասանք այն տեքստերին, որտեղ Մայտրեյան կսկսի նրան պատասխանել։ Որովհետև հարցերի թեման ինքը փակվել էր, ես ոչինչ չունեմ հիմա որպես նախաբան ասելու, ուրեմն ուղղակի կկարդամ տեքստերը եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Եվ այսպես Շիմոն Բաղավատամ 3-րդ երկ 7-րդ գլուխ տեքստ 9-րդից։ Շրի Մայտրեյան ասել է. Որոշ պայմանավորված հոգիներ առաջ են քաշում այն տեսությունը, որ գերագույն Բրահմանը, Տիրոջ անձնավորությունը, գտնվում է Մայայի պատրանքի ազդեցության տակ եւ դրա հետ մեկտեղ նրանք նրան համարում են չպայմանավորված։ Նման պնդումները հակասում են ողջ տրամաբանությանը։ Կենդանի էակը տառապում է կեղծ ինքնանույնացման պատճառով։ Իրականում դա անհանգստանալու ոչ ավելի պատճառ ունի, քան այն մարդը, ով երազում տեսնում է, թե ինչպես են իր գլուխը կտրում, ինչպես ջրում արտացոլված լուսինը ստանում է ջրի հատկությունները եւ կողմնակի դիտողին թվում է, թե այն տատանվում է, նույնպես էլ հոգին շփվելով նյութի հետ, կարծես ձեռք է բերում նյութական հատկություններ։ Սակայն Տիրոջ անձնավորության Վասուդևայի ողորմածությամբ նա, ով աշխարհից հրաժարվելով, իրեն նվիրում է Տիրոջը ուղղված նվիրված ծառայությանը, կարող է աստիճանաբար ազատվել իր եսի մասին սխալ պատկերացումներից։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, Մայտրեյան ինքը մենք խոսեցինք, կներեք, այստեղից սկսենք, մենք անցյալ անգամ խոսեցինք նրա մասին, որ Վիդուրան շատ գեղեցիկ, այսպես պոետիկ տեքստ էր, որ ինքը այնպիսի հարցեր տվեց, որ իր հոգևոր ուսուցիչը ինքը հայտնվեց այսպես մի փոքր շփոթության մեջ, հա, մենք քննարկեցինք, որ այդ շփոթությունը կայանում էր ոչ թե նրանում, որ Մայտրեյան ինքը դժվարաներ այդ հարցերին պատասխանել, այլ նրանում, որ ինքը չէր սպասում Վիդուրայից, որ Վիդուրան ինքը այդքան կխորացնի կամ այդքան մանրամասնություններ կուզի, որպեսզի ինքը հասկանա, ասենք այդ բոլոր նյութական աշխարհի հետ կապված թեմաների, ուրեմն խորը իմաստը։ Եվ մենք տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը խոսեց նրա մասին, որ Մայտրեյան ինքը շատ արագ հավաքեց իրեն եւ սկսեց պատասխանել։ Եվ սա նշանակում է, որ ինքը շատ լավ պատասխանները գիտեր, այսինքն ինքը չէր կարող եթե ինքը օրինակ ասվեր, որ ինքը մի քիչ մտածեց, հա, մի քիչ մտածեց պատասխանելուց առաջ, այդ դա կնշանակեր, որ ինքը այդքան էլ բան չի, էլի, այսինքն ինքը պատրաստ չէր այդպիսի հարցերի պատասխանելու եւ դրա համար է, որ մի փոքր շփոթվեց։ Մինչև որ, ասենք, իմի բերեց իր ունեցած գիտելիքը եւ հասկացավ, թե ինչ կարելի է այստեղ պատասխանել։ Եվ դա արդեն իսկ նշանակում է, որ նրա շփոթության աղբյուրը բոլորովին էլ պատասխանի մեջ չէր, եւ այստեղ մնում է միայն Վիդուրայի հարցերը, եւ դրա համար մենք իրավունք ունենք այդպիսի պնդում անել։ Հիմա Մայտրեյան ինքը, ինչպես տեսնում ենք, շատ հանգիստ սկսեց պատասխանել։ Ուրեմն, որն էր վերջի հարցը Վիդուրայի։ Վերջի հարցը Վիդուրայի կայանում է նրանում, որ եթե գերհոգին ինքը ապրում է կենդանի էակների սրտում, ապա ինչպես է տեղի ունենում, ասեք, ինչպես է տեղի ունենում այն հանգամանքը, որ կենդանի էակները իրենք գործում են եւ այդ գործելու ընթացքում հասնում են, ստանում են տառապալից արդյունքներ, որտեղ Գերագույն Աստծո անձնավորության ներկայությունը ինքը մաքրագործող է։ Այսինքն հարցը այն դրանում է, որ ինչպես է Գերագույն Աստծո անձնավորությունը եւ կենդանի էակը գտնվում են նույն սրտի մեջ,
պատկերավոր ասած, չէ, եւ այդ սրտի մեջ իրենք ուրեմն տարբեր բաներ են, այսինքն գերագույն աստվածնավորության ներկայությունը չի ազդում կենդանի էակի նյութական գոյության վրա եւ կենդանի էակը ինքը շատ հաճախ նյութական աշխարհում ստանում է տառապանք։ Սա է իրականում ամբողջ խոսակցությունը այս պահին։ Եվ մենք տեսանք, որ Մայտրեյան ինքը սկսեց նրանից, որ այո, այդ գերագույն աստվածնավորության եւ կենդանի էակի մի տեղում գտնվելու հանգամանքը կամ երբ որ գերագույն աստվածնավորությունը ինքը գալիս է նյութական աշխարհ, հատկապես, եթե մենք մեր մոլորակի մասին ենք խոսում, եթե ինքը գալիս է մարդկային հասարակության մեջ, չէ, իսկ դա միշտ նշանակում է, որ ինքը ընդունում է մարդկային մարմին, չէ, որպեսզի ասենք ինչ-որ օրինակ ցույց տա կամ ինչ-որ խնդիր լուծի, այսինքն այն պատճառը, որի համար որ ինքը գալիս է նյութական աշխարհ, հատկապես մեզ հետաքրքրում է հատկապես մեր մոլորակը մարդկային հասարակությունը, չէ։ Եվ երբ որ ինքը գալիս է այստեղ, ինքը շատ հաճախ գալիս է հենց այդպիսի տեսքով, խառնվում է մարդկանց հետ, չէ, ապրում է ինչ-որ մի կյանք, ցույց է տալիս ինչ-որ օրինակներ, տալիս է ինչ-որ ուսուցումներ, այսինքն ազդում է ուրեմն բանի վրա, հասարակության վրա, եւ ինքը պարզ ասել է, թե ինչու համար է ինքը գալիս։ Ինքը գալիս է երկու պատճառով։ Առաջի պատճառը դա նա է, որ ինքը գալիս է, երբ որ ագրեսիվ աթեիստները արդեն, այսպես էլի, Աստծո մաքուր նվիրալներին նեղություն պատճառելու գործընթացներում չափը անցնում են, կարող ենք այսպես ասել, որտեղ ինչ-որ մի մակարդակի անհանգստությունները ինքը բոլոր դեպքերում հանդուրժում է եւ այդպիսի ռեակցիաներ չի տալիս, էլի որ գա, բայց ամեն ինչ ինչ-որ մի հատ սահման ունի, որից հետո գերագույն աստվածնավորությունը ինքը այո արտահայտում է իր ջղայնությունը։ Մենք դրա մասին դեռ կխոսենք, շատ հետաքրքիր գեղեցիկ խորը պատմություն ենք ունենալու ջղայնացած գերագույն աստվածնավորության մասին, որը ասենք ինքը ամենտեղ քննարկվում է որպես սեր, որպես սիրո աղբյուր։ Եվ ուրեմն սերն եւ երկրորդ պատճառը, որով ինքը գալիս է, ինքը Բհագավադ Գիտայում հայտարարեց, որ ինքը գալիս է այն ժամանակ, երբ կրոնականության, իրական կրոնականության թելը կտրվում է։ Եվ այդ ժամանակ ինքը գալիս է, որպեսզի վերականգնի իրական կրոնականության սկզբունքները։ Կարելի է հարց տալ, իսկ ինչու, եթե դա իրական կրոնական դաշտ է, ապա ինչու է այդ թելը կտրվում, պատասխանը ինքը իրականում շատ պարզ է։ Նյութական աշխարհում ապրում են կենդանիակներ, որոնք իրանք գտնվում են նյութական գոյավիճակների ազդեցության տակ։ Եվ դա միշտ նշանակում է, որ իրական կրոնական դաշտում, եթե լինում է այդպիսի ժամանակահատված, որտեղ իրական կրոնական դաշտի մեջ ապրող կենդանիակներից ոչ մեկը չի կարողանում հասնի մաքուր նվիրալի, ուրեմն բանին, մաքուր նվիրալի մակարդակի, չէ, դա նշանակում է, որ ամբողջ հասարակությունը ինքը հայտնվում է նույնիսկ եթե առաքինության գոյավիճակի, դա արդեն կապ չունի, միևնույն է, նյութական գիտակցություն ունեցող կենդանիակների ազդեցության տակ է հայտնվում, իսկ նյութական գիտակցություն ունեցողները իրենք միշտ կրոնականությունը սահմանափակում են նյութական նպատակներով։ Հա, եթե դա տգիտության գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակներն են, իրանք կրոնը սկսում են օգտագործել, որպեսզի բռնություններ գործադրեն։ Այսինքն նրանք, ովքեր որ իշխանության գլխին են կանգնած լինում, նրանք կրոնը օգտագործում են, որպեսզի բռնանան ազգաբնակչությանը։ Նրանք, ովքեր կրքերի գոյավիճակի մեջ են գտնվում, սկսում են կրոնական բարոյականության օրենքները խախտել, որպեսզի կարողանան ազատ բանանել, այսինքն իրենք այսպես, մենք կրոնական ենք, բայց ուզում ենք ազատ բավարարել մեր զգայարանները, չէ, դա այն է, ինչ որ
մեծամասամբ տեղի է ունենում մեր ժամանակներում եւ այո դա կրոնական կեղծարարություն է չէ եւ իսկ եթե արդեն առաքինության գոյավիճակի ազդեցության տակ են իրանք իրոք հետևում են կրոնականության օրենքներին բայց սահմանափակում են կրոնականությունը նյութական երջանկությամբ հա եւ երբեք չեն դիմում հրաժարման այլ ուղղակի իրական կրոնականության դաշտում վայելում են նյութական երջանկություն եւ վերջ հասկանում եք չէ եւ սա արդեն նշանակում է որ կրոնը որը նախատեսված է նրա համար որպեսզի կենթանիագին վերադարձնի հոգեվոր աշխարհ կրոնը ինքը այստեղ շատ մեծ կորուստ է ունենում եւ այդ ժամանակ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գալիս է եւ հիմնականում գալիս է դրա համար որպեսզի այդ կամուրջը վերականգնի նյութական երջանկությունից անցում դեպի հրաժարում նյութական աշխարհից եւ շահագրգռվածություն հոգեվոր կյանքի հոգեվոր արդյունքների մեջ հասկանում եք եւ սա իրականում շատ կարեւոր թեմա է էլի ինքը այդպես մատերիալանքով նայելու թեմա չի դա այնքան կարևոր է որ ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը գալիս է այդ գիտելիքը վերականգնում է դեպի հրաժարում տանող եւ թողնում գնում չէ հիմա տեսեք այև որ ինքը գալիս է մարդկային կերպարանքով չէ հիմա այստեղ Մայտրեյան ինքը ասեց որ կան ազնվորություններ որոնք իրենք պնդում են երկու հակասական բան մի կողմից իրենց պատկերացումները Աստծո մասին կայանում են նրանում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պետք է հետևի նյութական աշխարհի համար նախատեսված բարոյականության օրենքներին։ Սա ամենահաճախ հանդիպող ուրեմն բանն է, թերությունն է, սխալն է, որը ժամանակակից աշխարհում գոյություն ունի մարդկության այդ կարծիքի մեջ հասկանում եք որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պիտի հետևի բարոյականության կանոններին մենք պետք է սթափ հասկանանք որ բարոյականության կրոնականության կողմից առաջադրված բարոյականության օրենքները իրենք նախատեսված են նախանց ագրեսիվ ագահ դաժան խորամանկ կենդանիակներին համար որպեսզի իրենք կարողանան ղեկավարեն իրենց հա եւ թույլ տան որպեսզի ուրիշ կենդանիակները իրենք էլ ապրեն իրենց կյանքը որովհետև նրանք ովքեր որ գտնվում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ չէ իրենք իրականում ոչ մի շահագրգռվածություն չունեն նրա մեջ ոչ մի ընդհանրապես չեն անհանգստանում այդ թեմայով հասկանում եք թե ինչպես ունի ուրիշ կենդանիակը վայելք թե չէ չէ եւ մենք կարող ենք ասենք վայ չէ ինչի ես օրինակ մարդ եմ որը եթե հանկարծ փողոցում մի հատ չգիտեմ անտեր ու հիվանդ փիսիկ տեսնի կվերցնեմ կբերեմ տուն կլավացնեմ կպահեմ հետո բաց կթողնեմ եւ այլն չէ բայց միևնույն է անտարբերությունը ինքը ունի իր սահմանները եւ դրա ամենամեծ սահմանը ինքը ուրեմն այսպես է սկսվում էլի քաղաքում ապրողներն են հա կամ չէ կներեք տոհմի մեջ ապրողներն են հանդուրժում իրանց տոհմում հարուստի եւ աղքատի ներկայություն հա օրինակ ասենք մենք շատ հաճախ կարող եք տեսնել ես միշտ զարմանում եմ ճիշտ ասած այսպես մարդկայնորեն զարմանում եմ թե դա ինչպես է տեղի ունենում որտեղ այդ հոգեբանությունը մեր մեջ չկա եւ մենք չենք կարող դա շատ հաճախ չենք կարողանում դա անցալենք չէ բայց իրանց համար դա բացարձակ նորմալ երևույթ է Միացյալ Նահանգների դերասանները չէ կամ ասենք հայտնի մարդիկ իրենք շատ հաճախ պարզվում է որ ասենք իրենք ոչ թե մենակ միլիոնատեր են այլ միլիարդատեր են իսկ օրինակ իրանց հարազատ եղբայրը կարող է մի փոքրիկ խանութում չգիտեմ վաճառող աշխատի կամ եսիմ ընդհանրապես ոչ մի կերպ եղբոր աջակցությունը չունենա հասկանում եք չէ եւ դա
ներկայացվում է որպես արդարություն։ Հասկանում եք, արդարության մեջ մի հատ շատ կարևոր բան կա։ Մարդիկ իրենք, երբ որ էգոիստ են լինում, շատ հաճախ դիմում են արդարությանը, որպեսզի արդարացնեն իրենց սրտի կոպտությունը, որովհետև արդարության մեջ շատ հաճախ կա դաժանություն։ Դրա համար, երբ որ խոսք է գնում, ասենք, հոգու այդ նախասկզբնական որակների մասին, չէ՞, մենք ասում ենք, որ նյութական աշխարհում իրականում հոգին արտահայտում է միայն 3 որակ։ Դա է հակում ճշմարտության հանդեպ, հակում արդարության հանդեպ եւ հակում ուրեմն բարիության հանդեպ։ Հա? Եվ սա ինչ է նշանակում, որ կենթանիակը ինքը միաժամանակ իր մեջ պարունակում է արդարության եւ բարիության հակումը։ Եվ այդ գտնել այդ սահմանը, հասկանում եք, թե որտեղ է տեղին արդարությունը, իսկ որտեղ պիտի աշխատի բարիությունը, չէ՞։ Սա իրականում շատ մեծ ուրեմն նշանակություն ունի։ Ինչու՞, որովհետև այո, իհարկե, ես քաջ գիտակցում եմ նույնիսկ ինքս իմ ամենամտերիմ ընտանիքի անդամների հանդեպ ունեմ այդպիսի իրականություն, երբ որ, ասենք, ընտանիքի անդամներից մեկը ինքը կայացել է ֆինանսապես, հա, եւ այդ ճանապարհին վերցրել է իր հետ իր մորաքրոջ տղային, որպեսզի նա նույնպես ինչ-որ մի կարգի ոտքի կանգնի։ Եվ երբ որ գործը արդեն, ասենք, ոնց բառ է արվել, էլի, արդեն սկսել է նորմալ եկամուտներ բերել եւ այլն, այդ նույն եղբայրը, որին այս մի եղբայրը աջակցել էր, արեց ամեն ինչ, որպեսզի իր հարազատ եղբորը, որը գործը հիմնադրողն էր եւ ֆինանսական եւ բոլոր առումներով, հա, որպեսզի իրան ուրեմն գործից դուրս շպրտի եւ ինքը մնա գործի պարագլուխը։ Եվ իհարկե այդ ժամանակ, երբ որ արդեն ազնվորությունը ինքը հակազդում է, դա նորմալ է, որտեղ ագրեսիա է ստացել եւ դա արդար չի, չէ՞։ Եվ արդարությունը վերականգնելու համար այդպիսի ազնվորությունը պիտի պատժված լինի, որ եթե դու մարդավարի լեզուն չհասկացար եւ բարիությունը չգնահատեցիր, եթե դու անարդար բան ես անում, ուրեմն գնա եւ անարդարություն էլ ստացիր։ Իրականում արդարություն ստացիր, այսպես ասենք, չէ՞։ Այսինքն կան, ուզում եմ ասեմ, որ ես հասկանում եմ եւ վկա եմ եղել, որ կան այդպիսի իրադարձություններ, որտեղ բարեկամները մեր դարաշրջանում կարող են այնքան վատ վերաբերվել ուրիշի օգնությանը, որ նույնները միասնացվածք ունեն, ասում են ազատեք ինձ իմ վատ բարեկամներից, թշնամիներից, ես ինքս կազատվեմ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն, իհարկե, դա կյանքը ինքը միանշանակ չէ, եւ կան դեպքեր, երբ որ այո, արդարությունը ինքը կարող է շատ այսպես արդարության մեջ միշտ այսպես մի հատ ժոստկի չոր բան կա, էլի, չէ՞։ Եվ հակառակը կա իրադարձություններ, որտեղ, ասենք, ազնվորությունը, այո, ինքը կարող է եւ ասենք այդքան չիկ չի գործադրել, չէ՞, եւ բարեկամը ինքը կարող է մտածել, ես ճիքեր եմ գործադրել, հասել եմ ինչ-որ բանի, հիմա այս ազնվորությունը ընդհանրապես ոչ մի ճիք չի գործադրել, ինչի պիտի ինքը գա եւ ես պիտի իր հետ կիսվեմ, դա արդար չի։ Այստեղ է ինչ-որ իրադարձություններ կան, էլ ինչ-որ վիճակներ կան, որտեղ արդարությունը ինքը վերածվում է դաժանության։ Եվ այդտեղ է, որ կենթանիակը ինքը, եթե ինքը իրոք առաքինության մեջ է, ինքը չի կարող դիմել չորությանը։ Եվ այդտեղ ինքը այսպես շատ սահուն անցնում է արդարությունից դեպի բարիություն։ Երբ որ ինքը այդպես անցնում է դեպի բարիություն, ուրեմն համապատասխան ինչ-որ բաներ են լինում, չէ, բայց իրականում, երբ որ մենք վերջնում ենք վերջնականում, չէ, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, որտեղ ծնվում են կենթանիակներ, որոնք իրենք այդքան էլ լավ չեն վերաբերվում իրար, չէ,
Մենք պետք է հասկանանք, որ այդ իրադարձությունները իրանք բան են էլի, այսպես իրանց մեջ ինչ-որ այդպիսի ագրեսիվ բաներ են պարունակում, չէ՞, եւ բարոյականության օրենքները, որը կրոնը ինքը առաջարկում է, դա նախատեսված է այդ դաշտից, թշնամանքի եւ մրցակցության դաշտից կենթանիակներին դուրս բերել, այս այդ ճանապարհը դեպի հոգևոր աշխարհ չէ, առաջին քայլը դուրս բերել դեպի համագործակցության դաշտ։ Հասկանում եք։ Հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը այդ թվարկած արատներից եւ ոչ մեկը իր մեջ չի պարունակում։ Եվ ոչ մի կարգավորիչ սկզբունքների կարիք ինքը չունի։ Մենք պետք է հասկանանք, որ երբ որ հարաբերությունները իրանք հենված են մաքուր սիրո վրա, այդ մաքուր սիրո վրա հարաբերությունները իրենք ընդհանրապես ուրիշ, դա բացարձակապես ուրիշ հոգեբանություն է, որը իհարկե արիացիները իրենք շատ մանրամասը քննարկում են։ Դա մեր այսպես ընթացքում կամաց բացվող թեման է լինելու, չէ՞, մինչև Աստված եթե կյանք տա եւ հնարավորություն, ապա 10-րդ երգում մենք դա շատ մանրակրկիտ կքննարկենք 5 հարաբերությունները մաքուր սիրո հիմքի վրա, չէ՞, այսինքն ինչպես դա տեղի է ունենում հոգևոր աշխարհում։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, այդ իմաստով, չէ՞, ուրեմն մեծ սխալ է իրականում մտածել, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարիք ունի պահպանել նյութական աշխարհի արատավոր կենթանիակների համար նախատեսված կարգավորիչ սկզբունքները։ Մաքուր սիրո հոգեբանությունը ինքը 180 աստիճան տարբերվում է։ Եվ հիմա այստեղ Մայտրեյան առաջի հերթին դա նշեց, չէ՞։ Ինքը ասեց, որ կան անձնավորություններ, եթե մարդը ինքը մտածում է, որ Աստված պիտի լինի այդպես բարոյական, ինչպես բարոյական, որ ինքն է, չէ՞, կամ ինչ բարոյականություն, որ իրենից է պահանջում, չէ՞, ուրեմն այստեղ դա նյութական գաղափար է։ Եվ դրա համար Մայտրեյան ասաց, որոշ պայմանավորված հոգիներ առաջ են քաշում այն տեսությունը, որ Գերագույն Բրահմանը, Տիրոջ անձնավորությունը գտնվում է մայայի, այսինքն իլյուզիայի պատրանքի ազդեցության տակ, երբ որ ինքը նյութական աշխարհում է, չէ՞, եւ դրա հետ մեկտեղ էլ անմիջապես իրենք բան են անում, համել հայտարարում են, որ ինքը բան է, որ ինքը պայմանավորված չի։ Այսինքն այսպես ուղղակի երկու հատ հակասող գաղափար, չէ՞, տեսեք հիմա, ասենք, երբ որ մենք հիմա խոսում ենք, չէ՞, տպավորությունն այնպես է, որ ոնց կարող է պատահի, որ մարդիկ այդքան հիմար լինեն, որ այդքան իրար ակնհայտորեն հակասող գաղափարներ առաջ քաշեն։ Ու ես այդտեղ անպայման կասեմ, լուրջ եք ասում, հա? Այսինքն երբեք չեք նկատել, թե մարդիկ իրականում ընդհանրապես մի նախադասության մեջ նույնիսկ ինչ հակասող գաղափարներ կարող են առաջ քաշել եւ 100%-անի վստահ լինեն, որ այսպես էլի ինչ-որ շատ կշիռ ունեցող գաղափար են առաջ քաշել։ Հասկանում եք։ Ուրեմն սա զարմանալի չի։ Իրականում մարդիկ իրանք շատ հաճախ շատ հակասող գաղափարներ են առաջ քաշում եւ ոչ թե միայն հակասող գաղափարներ են առաջ քաշում, այլև կարող են հիմա հազարավոր տարիներով այդ հակասող գաղափարներին հետևել։ Հասկանում եք։ Իրականում, եթե մենք նայենք գաղափարախոսությունների տեսանկյունից, չէ, պարզ կարելի է տեսնել, թե, ասենք, իրականում մարդկությունը ինքը ինչպիսի հակասական գաղափարներ է առաջ քաշել, այդ հակասական գաղափարների տակ ինչպիսի լրջությամբ է դրանց հետևել, չէ, թե կներեք արդեն այստեղ չեմ կարող չասել, էլի, թե այդ, ասենք, ղեկավարները սովորական ժողովրդի վրա ինչպիսի
ապուշ, ուրիշ բառ ուղղակի չեմ գտնում, էլի, ասես անսահման հիմար գաղափարներ են, այսպես փաթաթել մարդկանց վրա, եւ մարդիկ իրանք հիմա այս պահին, չէ, օրինակ ասենք մենք շատ ենք խոսում Եվրոպայի մասին, բայց իրականում այնտեղ այնպիսի գաղափարներ կան, որ սթափ մարդը ինքը չի կարող այդ գաղափարները ընդունի։ Չէ՞։ Բայց մենք տեսնում ենք, որ ինչ-որ շահեր կան, որ երբ որ այդ շահերը համընկնում են, ժողովրդին շատ հանգիստ ամենաանհետ սկզբունքները փաթաթում են մարդկանց վրա, եւ մարդիկ դա ընդունում են եւ ըստ դրա ապրում։ Օրինակ ես անկեղծ եմ ասում, իհարկե ինձ համար եվրոպական մտածելակերպի մեջ շատ ու շատ կետեր կան, որոնք ինձ համար ուղղակի անընդունելի են, որտեղ ես հոգևոր մարդ եմ եւ ունեմ իմ արժեքային համակարգը, չէ՞։ Բայց ես հիմա դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Տեսեք, ինչ որ բաներ կային, չէ՞, որ ես վստահ էի։ Ուղղակի վստահ էի, իլյուզիայի մեջ էի։ Հասկանում եք, որ հայ տղամարդը դա չի ընդունելու։ Եվ չեմ կարող բառերով նույնիսկ նկարագրեմ, թե ես ինչ զարմանք եմ ապրել, որ այդ բոլոր գաղափարները հայ տղամարդը ինքը կուլ տվեց։ Հասկանում եք։ Եվ այո, այսինքն այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, սա ենք քննարկում։ Ոչ մի զարմանալի բան չկա։ Իրականում աստվածամերժության դարաշրջանում, եթե մենք նայում ենք գաղափարախոսությունները, թե ասենք ազգերը կամ ամբողջ մարդկությունը ընդհանրապես, որ գաղափարից որ գաղափարին է գնացել, ինչին է հետևել, չէ, ինչն է ընդունել իր համար որպես վերջնական ճշմարտություն, չէ, մենք կարող ենք տեսնել, որ այսպես մեր աչքի առաջ մենք մշտական գտնվում ենք այդ իսկ արքան մերկ է հեքիաթի մեջ, որտեղ մեծամասնությունը այդպիսի բան չի ունենում, էլի, այդպիսի համարձակություն չի ունենում այդ հանրահայտ նախադասությունը ասել, իսկ արքան տկլոր է, չէ, եւ այդ հեքիաթում ով համարձակվեց ասել, երեխան, այսինքն նա, ով ոչ մի շահով, ոչ մի բանին կապված չի, եւ ուղղակի պարզ ընկալում ունի, հա, իսկ մարդիկ իրանք ինչու են կուլ տալիս, որովհետեւ ամեն մեկը իր հերթին ինչ-որ մի հատ այնպիսի բան ունի, չէ, որը ինքը կարիք ունի, որ այդ իր մեջինը ոչ մեկ ձեռք չտա, դա որ ասում ես քո արատին ձեռք չեմ տալի, ընդունում եմ, որ դու իրավունք ունես լինես արատավոր, դու էլ իմ արատին ձեռք մի տուր, ինչու, որտեւ սա աստվածամերժության դարաշրջանն է, եւ այստեղ ծնվում են արատավոր հակումներ ունեցող կենդանի էակներ, եւ իրանք քանի գնում արատը դարձնում են նորմա, իսկ առաքինությունը հայտարարում են հոգեբանական բարդույթ։ Բայց չէ որ Բհագավադ Գիտայում Տեր Շրի Քրիշնան հենց այդպես էլ ասում է, որ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, հա, կամ այն կենդանիակները, որոնք իրանք տգետ են, իրանք ունեն այդ բանը, էլի, այդ որակը, հասկանում եք, ես միշտ ասում եմ, ասել եմ ու հիմա էլ կասեմ, ես ահավոր վախենում եմ, կյանքիս մեջ ամենաշատը վախենում եմ տգետ ֆանատիկներից, տգետ ազնվորություններից, ինչու, որովհետև իրանք սևը դնում են սպիտակի տեղ, պարտադրում են, որ դիմացինն էլ ընդունի, որ սպիտակը սև է, սևը սպիտակ, հա, եւ եթե հանկարծ դա տեղի չի ունենում, անմիջապես անցնում են բռնության։ Այսինքն իրանց հետ խոսալ հնարավոր չի, իրանց ոչ մի բան բացատրել հնարավոր չի,
Ինչու, որովհետև իրանք ունեն մի հատ սարսափելի որակ։ Իրանք ոչ մի բան չեն հասկանում, բայց վստահ են, որ մենակ իրանք են ճիշտը հասկանում։ Հասկանում եք։ Իսկ իսկական իմաստունները իրանք միշտ խոնար են։ Միշտ հետաքրքրասերի աչք ունեն այս աշխարհի վրա։ Միշտ այդ ընդունում են իրանց մեջ, որ կա ինչ-որ բաներ, որ իրանք չգիտեն։ Եվ ցանկացած էպիզոդ կյանքում, որը գալիս է իրանց կյանք, կարող է իրանց ինչ-որ մի նոր բան սովորեցնել։ Այսինքն իրենք բաց են գիտելիքի առաջ։ Հասկանում եք, հա, ճիշտ է, ընդունելու համար իրանք շատ երկար խորում են, ընդունել թե չընդունել, սա ինչ է ընդհանրապես, որ ասում են գծում բռնում են, դա ուրիշ որակ է։ Հասկանում եք, դա կակրաս սիմպտոմ է, որ ազնվորությունը ինքը զարգացած բանականություն ունի, չէ՞։ Բայց այդ, որ իրանք բաց են գիտելիքի առաջ եւ այսպես էլի պարզ սրտով վերաբերվում են, թե հիմա ինչ եկավ ընդհանրապես իմ դեպի ինձ ինչ է գալիս, այսա ինչ է, նորություն է, որտեղ ես կարող եմ իմ իմաստությունը ավելացնեմ, թե ինչ է ընդհանրապես, հասկանում եք, չէ՞։ Եվ այս տեսանկյունից մենք պետք է տեսնում ենք, որ բացարձակ հակասական բաներ կան, որ միաժամանակ ասվում է, խոսացվում է դրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ամեն ինչ իրանն է, ինքը բան է, այսպես անկախ է, էս է, այն է, բայց հետո առաջ այդ անձնավորությունը ինքը իր մեջ համոզմունք ունի, կարող է նույնիսկ բառերով դա չի էլ արտաբերում, բայց այդ իր մեջ դրած է, չէ՞, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պարտավոր է հետևել բարոյականության օրենքներին, օրինակ։ Այն որ ինչու, ես կարող եմ այդպիսի պահանջ ունենամ Աստծո հանդեպ։ Երբ որ մտածում եմ, որ ինքն էլ է, չէ՞, ինչ-որ էսպես էլի, նյութին բնորոշ բնություն ունի։ Եվ հենց նրա մասին էր խոսում Մայտրեյան, հա։ Հիմա հաջորդ տեքստում ինքը ասեց. կենդանիակը ինքը տառապում է կեղծ ինքնանույնացման պատճառով։ Չէ, եւ տեսեք այստեղ հիմա արիացիները իրենք պնդում են այս գաղափարը։ Իրականում մի քանի տարի առաջ ինտերնետում համացանցում հայտնվեց մի հատ շատ հետաքրքիր դոկումենտ, կոչվում էր դոկումենտ Սաբյանինը, այսինքն Մոսկվայի մերի բանը, ասեք, գրած դոկումենտներ դա, որտեղ ներկայացվում էր Խելացի քաղաքի սկզբունքները։ Ուրեմն այդ սկզբունքները իրանք հենված էին ժամանակակից համակարգչային այդ բաների թվային տեխնիկաների ուրեմն օգտագործման վրա, որտեղ հենց նույն բանն է արվում։ Չէ՞, ես միշտ ասում եմ, որ բանը ավատար ֆիլմը դա արիացիների նույնացման գաղափարն է։ Ուղղակի մարդը ինքը չի կարող նույնանալ այնպես, ինչպես որ դա արել է Գերագույն Աստծո անձնավորությունը, դրա համար երբ որ խոսքը գնում է մարդու մասին, ինքը սարքում է ինչ-որ մի հատ սարք, որտեղ մարդը պառկում է, իր գլխի մեջ ինչ-որ մի հատ երկաթ է դնում, այդտեղ ինչ-որ բան են միացնում, որ ազդում է իր բանը, իր գիտակցության վրա, բայց թեման ինքը նույնն է։ Հասկանում եք։ Եվ որ իրանք ասում են, որ կենդանիակը ինքը հավերժ հոգի է, հա, որը հիմա նորից պատճառները չքննարկենք, որը ինչ-որ մի հատ պատճառով նույնացնում է իրան ինչ-որ մի հատ նյութական մարմնի հետ։ Եվ իրանք այսպես բանով պնդում են, հասկանում եք, որ դա նման է երազի։ Ինչի մասին էր խոսում Սաբյանինի դոկումենտը, այդ Խելացի քաղաքի հետ կապված։ Ինքը խոսում էր տեխնոլոգիայի մասին, որը սովորական մարդու գիտակցության վրա, այսինքն դա գիտակցության վրա բացարձակ ղեկավարման հաստատումն է։ Երբ որ մարդը ինքը կարող է
ունենալ այն տրամադրությունը, որը իրան կպարտադրվի, ունենալ այն մտքերը, որը իրան կպարտադրվեն, այդ ճիպավորման գաղափարն է, էլի, հասկանում եք, չէ՞, ասենք, եւ այնտեղ այսպիսի բաներ էր նկարագրվում, չէ՞, որ ասենք, հիմա մենք դիտարկենք, թե ինչ օգուտներ, հոգեբանական ինչ օգուտներ կարող է տա այդ տեխնոլոգիան։ Այ օրինակ, ժամանակակից աշխարհում շատ հաճախ երեխաները լքում են իրենց ծնողներին, չէ՞, եւ ծնողները իրենք այսպես կարոտով այդ մենակ այդ իրանց տներում բան են անում, այսպես քաշ են տալիս իրանց գոյությունը, կարոտի մեջ լացում են, էս են անում եւ դժբախտ են, խոսքով, չէ՞։ Հիմա ներկայացում են։ Ասում են, իսկ այս տեխնոլոգիաների միջոցով կարելի է մարդու ուղեղի մեջ այնպիսի իլյուզիա ստեղծել, որ մարդը ինքը համոզված լինի, որ իր երեխան եկել է տուն, որ հերիք չի եկել է տուն, իրան իդեալական պահում է այնպես, ինչպես որ այդ անձնավորությունը ուզում էր իր երեխային տեսներ։ Ինքը երեխան գալիս է, իրանք նստում են, կարող է այդ պահին անձնավորությունը ուղղակի նստած, չգիտեմ, մակարոն է ուտում, բայց ինքը վստահ է, այսինքն իր գիտակցության վրա այնպես են ազդում, որ ինքը վստահ է, որ ինքը հիմա համտեսում է իր ամենասիրած ուտելիքները, նստած է իր սիրած երեխայի հետ, չգիտեմ, սա, նա, եւ հիմա այդ իլյուզիան ինքը տեղի ունեցավ եւ այդ հարցն է քննարկվում, որ հիմա դա լավ է թե վատ չի, բա դա վատ չի, չէ՞։ Չէ՞ որ վերջնականում անձնավորությունը ինքը իրան լավ է զգում, լապշա ուտելով եւ մենակ նստած սենյակում, այսինքն խելագարի իրավիճակ։ Հիմա այդտեղ են, չէ՞, ուզում տանեն մարդկությանը։ Հասկանում եք, չէ՞, եւ այստեղ մենք նորից տեսնում ենք, չէ՞, որ հիմա արիացիներ, սա արիացիների պնդումն է, ես նույնիսկ սա երևի առաջի թեման է, որտեղ ես, չէ, երկրորդ թեման է, որտեղ ես նեղվում եմ, թե ինչպես են շահագործել արիացիների գաղափարները, որտեղ դա հուշում է եղել, թե ինչ կարելի է անել գիտակցության հետ, ազնվորության, այս իրաց պնդումները հուշում է եղել, հասկանում եք, այնտեղ ուղղակի հակառակն էր, ուղղակի հակառակի մասին են խոսում արիացիները, իրենք ասում են սա եղել է երջանիկ անձնավորություն, իր մտքով անցկացրել է մի հատ ագրեսիվ, ուրիշ կենթանիակների դիրքի կամ արժանինքների հանդեպ ագրեսիվ մի հատ միտք, եւ մենք իր համար ստեղ եւ ինչ որ անձնավորություն կա, որին մենք ասում ենք Աստված, կարող է ուղղակի լավ այթիշնիկ է, այդ հումորով խոսենք, հա, եւ ինքը ստեղծել է մի հատ այդպիսի իրականություն, որ ինքը իր ուղեղի մեջ ուղղակի ապրում է այդ իր նախանձի հետևանքները, որ եթե ամբողջ աշխարհը լիներ նախանձ, ինչի կվերածվի աշխարհը, եւ ինքը այդ վիրտուալ այդ դասն է անցնում։ Եվ այդ վիրտուալ դասը ինքը կոմպյուտերների խաղի նման, համակարգչային խաղի նման մի բան է, որտեղ կան լեվելներ, հա, որտեղ ինքը կամ պայմանները կատարեց, ամեն ինչը կարողացավ ճիշտ անի եւ անցավ վերև, կամ ոչ, եւ հենց որ ինքը հաղթեց, այսինքն եկավ ճիշտ իրավիճակի, ինքը այլևս դադարում է իրան նույնացնել այդ խաղի հերոսի հետ, վերջ։ Հասկանում եք, այդ սկզբունքները իրանք բացարձակապես նույնն են, ուղղակի այս դեպքում արվում է ուղղակի հակառակը, ռեալ կյանքում մարդուն հասցնում են մինչև վատ իրավիճակի մեջ ապրելու իրականությանը եւ տալիս են իլյուզիա, որ իր մոտ ամեն ինչ լավ է։ Այսինքն այս իլյուզիայի մեջ կա բռնություն։ Իսկ երբ որ գերագույն Աստծո ազնվորությունն է այդ իլյուզիան ստեղծում, չէ՞, ինքը ստեղծում է կենդանի էակի աճի համար, որպեսզի կենդանի էակը ինքը իրականացնի, թե ինչպիսին է դառնում աշխարհը, եթե բոլորը պատրաստ են
իրար տառապանք պատճառեն իրանց ցանկությունները իրականացնելու ճանապարհին։ Հասկանում եք, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ միակ այդ նպատակն է հետապնդում, որ հոգին ինքը դա տեսնի, թե աշխարհը ինչի է վերածվում, եթե նրանում բոլորը նախանձելու իրավունք ունեն, եւ ավելի վատ, նախանձը իրականացնելու հնարավորություն ունեն։ Հասկանում եք, այսինքն այդ իլյուզիան, որը ստեղծում է Աստված, ինքը ունի, այսպես ասեմ, էլի, դաստիարակչական իմաստ։ Հոգուն վերադարձնել իր մաքրությունը։ Իսկ այն իլյուզիան, որը ստեղծում են թվային աշխարհի միջոցով, ինքը ունի այն ինչ-որ ինչի մասին, որ երազում են նյութական աշխարհում բոլոր կենդանիակները, ունենալ տոտալ ղեկավարում մնացած բոլորի հանդեպ։ Հա, եւ մարդկությունը ինքը ոչ մի կերպ, աստվածամերժության դարաշրջանում ինքը ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվի այդ էլիտար եւ կենդանուց ավելի վատ, ավելի ցածր համարվող մարդկանց այդ բաժանումից մարդկությունը չի կարողանում ազատվել։ Իսկ արիացիները իրենք այդ ճանապարհով էին գնում, որ հենց այդ հակասությունը վերացնեն, որպեսզի հասնեն իրական հոգևոր դաշտը, ինքը այդ ճանապարհով է գնում։ Հասկանում եք, որպեսզի վերևում գտնվողները իրանք կարեկցանքով վերաբերվեն ներքևում գտնողներին, այլ ոչ թե օգտագործեն։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ մենք դեռ ազատություն ունեինք, իսկ հիմա քանի գնում այդ ազատությունը կորցնում ենք, չէ՞, միշտ ասել եմ ու ասելու եմ, մեր աչքի առաջ ոչնչացվում է դեմոկրատիան, վերջ։ Չէ՞։ Եվ ասենք այն ժամանակ, երբ որ մենք մարդու իրավունք, մի 60 տարի դա տեղի ուներ, չէ՞։ Հասկանում եք, այդ ընթացքում, չէ՞, միևնույնն է, գեր նպատակը էլի մեր ազատությունը չէր։ Որն էր գեր նպատակը։ Այն մեզի զբաղացնել, որ դուք մտածեք, որ ամենակարևորը դա սեքսն է եւ ուտելիքը, մինչեւ մենք այստեղ կանենք ամեն ինչ, որ վերջում ուղակի ձեզ առանց արնահեղության մեր համար բացարձակ անվտանգ սիտուացիա ստեղծենք, որտեղ մենք մնում ենք էլիտար, իսկ դուք մնում եք ստրուկ։ Всё, առանց սկանդալների։ Ոչ մի բան չունեցող։ Ինչ է նշանակում փողը վերացնում եք։ Նշանակում է ոչ մի բան չունենք, չէ՞։ Եվ այն կնոպկայի վրա նստածը, ամեն մի խոսքդ եթե դուրը չեկավ, երկրորդ օրը դու չես կարող օգտվել նրանից, ինչ որ կոններ։ Գնա մեռի։ Ստրկությունն էլ ինչպես է լինում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այդ հիվանդությունը հոգեբանական ինքը չի անցնում։ Եվ այստեղ հիմա Մայտրեյան ինքը դրա մասին է խոսում, որ ասենք կենդանիակը ինքը տառապում է իր տգիտության պատճառով։ Ո՞րն է այդ տգիտությունը։ Այդ տգիտությունը մի հատ է, որ ինքը չի հիշում, որ ինքը մաքուր հոգի է եւ գործում է ժամանակավոր մարմնի հոգեբանության հիմքի վրա։ Հասկանում եք։ Եվ ինչ ավելացրեց Մայտրեյան։ Ինքը ասեց իրականում հոգին ինքը ընդհանրապես ոչ մի առիթ չունի, ինքը այնքան առիթ ունի անհանգստանալու, ինչքան այն մարդը, որը երազում, տեսնում է, որ ասենք իր հանդեպ ինչ-որ բռնություն է գործադրվում։ Արդեն կապ չունի, թե ինչ մակարդակի։ Չէ՞։ Եվ հիմա այստեղ բերվում է, մենք այս օրինակը շատ հաճախ ենք հանդիպելու փիլիսոփայական տեսանկյունից, իրանք բացատրում են, թե ինչ կապ ունի հոգին նյութական մարմնի հետ։ Իրանք ասում են դա նման է, որ կա ռեալ լուսին, որը երկնքում է։ Այդ լուսինը ինքը արտացոլվում է ջրի մեջ։
Չէ, ջրի մեջ ամեն ինչ արտացոլվում է։ Եվ արևն է արտացոլվում, եւ հատկապես լճերում, երբ որ այդ ջուրը այդպես ստացիոնար կանգնած է, չէ, փոքրիկ լճերում ջուրը ստացիոնար կանգնած է, այդտեղ ալիք բան չկա, չէ։ Եվ ասենք այդ փոքր լճերում, չէ, ամեն ինչը ծառերն են արտացոլվում, ամեն ինչը արտացոլվում է, չէ։ Հիմա այրանք ասում են, այ ինչպես լուսինը արտացոլվում է ջրի մեջ, եւ երբ որ ջուրը շարժվում է, այսինքն նյութական աշխարհը ինչ որ բաներ են տեղի ունենում, այդ լուսնի արտացոլանքն էլ ինքը այսպես բաներ ունում, չէ, խաղում է։ Եվ թվում է, որ ինչ որ շարժ կա, բայց իրականում լուսինը այնտեղ անփոփոխ կանգնած է։ Սա արիացիների ամենասիրած օրինակներից մեկն է, որը հիմա Մայտրեյան ինքը բերեց, որ ասենք այդ կենդանիակը ինքը հենց այդպես է, էլի, որ ինքը իրականում առիթ չունի, հա, երբ որ ինքը նույնացնում է իրան այդ մարմնի հետ, ինքը, այո, իհարկե շատ մեծ անհանգստություններ է ունենում, չէ, հիմա, սակայն տիրոջ ազնվորության, Վասադևայի ողորմածությամբ նա, ով աշխարհից հրաժարվելով, իրեն նվիրում է տիրոջ ուղված նվիրված ծառայությանը, կարող է աստիճանաբար ազատվել իր եսի մասին սխալ պատկերացումներից։ Եվ այս սա է, հասկանում եք, տեսեք, ասենք, այ իրական կրոնականության հոգևոր նպատակը այս սա է, որը, ասենք, կենդանիակը ինքը նրանք ովքեր որ լսում էին Բհագավադ Գիտայի մեր հանդիպումները, երրորդ գլխում, երբ որ մենք քննարկում էինք կարմա յոգան, հա, մի բան մեջ բերեմ, հա, ինձ շատ կներեք, ես այս պահին ուղղակի մի քիչ շատ զբաղված էի եւ չէի հասցնում եւ Բհագավատամ ասել եւ Բհագավադ Գիտա, բայց ես հույսով եմ, որ Աստծո ողորմածությամբ նոր տարուց հետո մենք արդեն ստաբիլ կվերականգնենք Գիտայի մեր դասախոսությունները նույնպես, որտեղ ես ուղղակի գիտեք ինչպես է, ոնց որ հոգեբանորեն հանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ մեկնությունները գրված են Բհագավադ Գիտայի եւ դրանք շատ ավելի խորն են, քան դասախոսությունները, դրա համար ասենք ոնց որ հանգիստ եմ, որ այո, նրանք ովքեր որ ուզում են Բհագավադ Գիտան, ասենք կոնկրետ իմ կատարմամբ ճանաչեն, կարող եք ուղղակի ձեռք բերել Բհագավադ Գիտան հայերեն ինքը 3 հատորով է հրատարակված, կարող եք ուղղակի ձեռք բերել եւ ուսումնասիրել։ Դրա համար ոնց որ այդ հանգստությունը որ կա, միշտ ինձ թույլ եմ տալիս էլի Բհագավադ Գիտան, այսպես որ ասեմ անտեսեմ, իհարկե դա այն բառը չի, բայց թույլ եմ տալիս որ չասեմ։ Իսկ Բհագավատամը ինքը չկա։ Եվ դրա համար ես այդտեղ շատ մեծ այսպես պարտավորվածություն եմ զգում էլի ստաբիլ ասել իրան։ Բայց երրորդ գլխում Բհագավադ Գիտայի մենք ձեզ հետ քննարկեցինք այդ խնդիրը, չէ, որ նույնիսկ նյութական, որտեղ առաջի ծառայությունը, որը կատարվում է Գերագույն Աստծո ազնվորությանը, դա նյութական աշխարհում բարոյականության օրենքների պահպանումն է։ Տեսեք, ասենք, մի կողմից թվում է, որ երբ որ կենդանիակը ինքը բարոյականության օրենքներն է վերցնում, դա վերցնում է իր համար, չէ, առաջին հերթին իր համար է վերցնում, որպեսզի ինքը կարողանա, ասենք, իր նյութական գործերը առաջ տանի, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դա ընկալում է, որպես իրեն մատուցված նվիրված ծառայություն։ Ինչու՞։ Որովհետև այդ ընթացքում, չէ, կենդանիակը ինքը ապրում է եւ գործում է այնպես, ինչպես որ դա առաջարկում է Աստված։ Եվ այ ամեն անգամ, երբ որ կենդանիակը ինքը այսպես բան է անում, էլի, գործում է ըստ Գերագույն Աստծո ազնվորության կարծիքի, Գերագույն Աստծո ազնվորությունը դա ընդունում է որպես իրեն մատուցած ծառայություն։ Չէ՞։ Եվ ինչքան ավելի շատ է այդ ծառայությունը իրեն մատուցված, չէ՞, այդքան ավելի արագ է կենդանիակը ինքը մաքրագործվում եւ այդքան ավելի արագ է ընկալում իր հավերժ եսը։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այսպես էլի
ավելի արագ է նյութական էներգիային, դեսպես եթե պատկերավոր ասեմ նյութական էներգիային ասում այս կենթանիակին հանգիստ թող, այս շղաշն էլ հանի, չէ՞։ Եվ դա արտահայտվում է որպես այդ մշտական առաքինության որակների բանը, ասեք, մշտական առաքինության որակների ավելացումը, զարթնելը, չէ՞ որ այդ սերմը առաքինության ինքը այսպես սկսում է աճել եւ որպես առաքինի որակներ սկսում է ճյուղեր տալ, ծաղիկներ տալ, պտուղներ տալ եւ այլն եւ այլն։ Եվ դա հենց կենթանիակի զարթոնքի ճանապարհն է։ Հասկանում եք, առանց առաքինության ոչ մի կենթանի էակ ինքը չի կարող ունենա հոգևոր զարթոնք։ Առանց նյութական աշխարհից հրաժարվածության ոչ մի կենթանի էակ չի կարող իրան հասկանում եք այդ գաղափարները, այո իհարկե մենք դրա մասին արդեն մի անգամ խոսել ենք, չէ՞։ Հիմա նորից կասեմ այդ թեման։ Այո իհարկե, եթե մարդը ինքը կենտրոնացված էգոիզմի վրա է հիմնված, հա, եւ ընդհանրապես հակում չունի հոգևոր զարգացման հանդեպ, այո իհարկե շատ ավելի լավ է, այդ ժամանակ պետք է աջակցել, որպեսզի այդ ազնվորությունը ինքը բարձրանա հայրենասիրության գաղափարների, հա, ընտանիքա բարեկամության հանդեպ սիրո գաղափարների, այսինքն կամաց իրան դուրս բերել այդ կոնցենտրացված էգոիզմի մեջից, չէ, եւ սկսել իր էգոիզմը տարածել։ Հա, մենք պետք է հասկանանք, որ ազգային ինչ-որ շահերի մեջ անհանգստացած ազնվորությունը ինքը դա հոգևորի հետ ոչ մի կապ չունի, ոչ մի։ Հասկանում եք, դա ուղղակի կոնցենտրացված էգոիզմից դեպի ընդլայնված էգոիզմ քայլն է, որը իհարկե համեմատաբար կոնցենտրացված էգոիզմի ինքը շատ կարևոր գործոն է։ Արիացի հոգևոր հեղինակությունների իրանք այդպես էլ ասում են։ Իրանք ասում են, եթե չի հաջողվում կենթանիակին բերել հոգևոր հոգու մաքրագործման ճանապարհի վրա կանգնեցնել, ապա պետք է աջակցել, որպեսզի ինքը սովորական մարդուց գոնե դառնա հայրենասեր, այսինքն կոնցենտրացված էգոիզմի։ Որովհետև վերջնականում հոգևոր աշխարհի իրադրությունը դա նա է, մենք ինչի ենք ասում, այնտեղ էգոիզմ չկա, մաքուր սեր է, դա ինչ է նշանակում, որ իր մոտ արդեն, չէ, այ ընդհանրապես բոլոր կենթանիակների հանդեպ կա բարիություն, հա, կա այդ, որ չես խանգարում, էլի որ երջանիկ լինեն, եթե կարող ես աջակցում ես, եթե ոչ չես խանգարում, որ ամեն մեկը իր տեղում լինի երջանիկ, չէ՞։ Իսկ նյութական աշխարհում պայքար է գնում։ Նյութական աշխարհում բռնություն կա։ Նյութական աշխարհում մեկը մեկի հանդեպ իշխանություն է ուզում ունենալ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ դա հնարավոր չի այդ բան, եւ դրա համար իհարկե, երբ որ կենթանիակը ինքը ուղղակի բացարձակ էգոիզմի վրա է հիմնված, դրանից շատ ավելի բարձր է ազգային գիտակցությունը, բարեկամական գիտակցությունը, չէ՞, ընտանիքի, դա սկսվում է ընտանիքի անդամներից։ Հա? Մենք կարող ենք տեսնել, որ մեր դարաշրջանում նույնիսկ ընտանիքի անդամները կարող են շատ էգոիստական պլատֆորմա, չէ, իրար հանդեպ ունենալ։ Օրինակ ասել, դու ամբողջ կյանքում, զավակին ասել, դու ամբողջ կյանքում քեզ այնպես ես պահել, որ իմ դուրը չի եկել, ուրեմն ես իմ ունեցվածքը կժառանգեմ մեր շանը, եւ ով որ այդ շանը կպահի, նա էլ ուրեմն այդ գումարը կտնօրենի, բացի քեզանից։ Չէ՞, սա բացարձակ թշնամանք է, չէ՞, բարեկամական։ Եվ կամ այդ մարդու հետ այնպիսի բաներ են արել, որ ինքը հասել է այդ համոզմունքին, չէ՞, կամ հենց ինքը այնպիսի սրիկա է, որ կարող է այդպիսի որոշում ընդունել։ Չէ՞, այստեղ արդեն կապ չունի ով է մեղավորը, կապ ունի այդ դա, որ հարաբերությունները իրանք ագրեսիվ են։ Եվ այդտեղ իհարկե, այո,
դուրս բերել մարդուն, որպեսզի ինքը բարեկամության իր բարեկամների հանդեպ բարի լինի, իր ազգի հանդեպ բարի լինի, չէ, հասարակության հանդեպ բարի լինի, դա շատ ավելի բարձր մակարդակ է, բայց դա հոգևոր չի։ Հասկանում եք։ Շատ հաճախ մարդիկ իրանք հատկապես հիմա Հայաստանում շատ են այդպիսի մարդիկ, որ իրանք այդ ազգային բաներով տարված մարդկանց համարում են հոգևոր։ Ոչ, իհարկե իրանք ավելի բարձր են կանգնած, քան սովորական մարդիկ։ Բայց դա հոգևոր չի։ Դա բացարձակ նյութական գաղափար է։ Հասկանում եք։ Հոգևորը ինքը գնում է հոգու շահերի, իսկ նյութական աշխարհում ապրող բոլոր կենդանի էակները իրենք մաքուր հոգիներ են վերջնականում։ Եվ հոգևոր մարդը ինքը կրքերի եւ տգիտության գոյավիճակի մեջ գտնվող կենդանի էակների թշնամանքի եւ իրար հանդեպ մրցակցության, խորամանկության, կեղտոտության դաշտ ընդհանրապես չի մտնում։ Որովհետեւ իրական հոգևոր մարդը ինքը ճշմարտությունը գիտի։ Հասկանում եք։ Եվ ինքը ուղղակի կարող է ստիպված լինել ինչ որ մեկի կողմը գրավել, հա, ասենք ում մեջ որ ապրում է, կարող է ստիպված լինել, որովհետև քաջ գիտակցում է, ինչ ագրեսիայի է հանդիպելու, եթե հանկարծ ասի, որ իր սրտում ամեն ինչ լոյալ է, որտեղ ինքը շատ լավ գիտակցում է, որ նյութական աշխարհում միշտ էլ երկու կողմն են մեղավոր։ Հատկապես աստվածամերժության դարաշրջանում իհարկե կան դարաշրջաններ, որտեղ կան անմեղներ։ Աստվածամերժության դարաշրջանում կներեք, բայց ճշմարտությունը ինքը շատ տխուր է։ Այստեղ մեղավոր կյանքով են ապրում բոլորը կրոնականության տեսանկյունից։ Հասկանում եք։ Եվ ասել թե այս ազնվորությունները, որոնք իրանք մեղքի մեջ թաղված են, իրանք անմեղ են, իսկ նրանք ովքեր որ ասենք նորից մեղքի մեջ թաղված են, որովհետև իրանք ինչ որ հաջողության են հասել, իրանք մեղավոր են, դա ճշմարտության տեսանկյունից ճշմարտության հետ ոչ մի կապ չունեցող գաղափարներ են։ Հիմա ուրեմն մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այդ արտացոլանքի գաղափարն են առաջ քաշում եւ Մայտրեյան առաջին անգամ բերեց այդ լուսնի օրինակը, այսինքն որ կենդանիակը ինքը ուղակի գիտակցությամբ ոնց որ այդ նույնացնում է իրան բանի հետ եւ այն մենք այն լուսինը եթե չենք գլուխներս չենք բարձրացնում, այն լուսնին չենք տեսնում, այստեղ տեսնում ենք ջրի մեջ մի հատ գլորման, որը այսպես խաղում է։ Հասկանում եք։ Հա, հիմա Եվ վերջի գաղափարը, որը այսօր հնչեց, դա էր, որ այն կենդանի էակները, որոնք իրենք ծառայություն են մատուցում Գերագույն Աստծո անձնավորությանը, եւ մենք շեշտեցինք, որ բարոյականության օրենքներ պահպանելը դա վրոդի բի կենդանի էակը անում է իր համար, բայց միևնույն է Գերագույն Աստծո անձնավորությունը դա ընդունում է որպես ծառայություն մատուցված իրան։ Երբ որ կենդանի էակը ինքը ինչ է նշանակում վերադարձ հոգևոր աշխարհ, հա, եկեք մի հատ այդի հասկանանք, որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում Աստծուն ծառայել։ Վերադարձ հոգևոր աշխարհ դա նշանակում է վերադարձ Գերագույն Աստծո անձնավորության մտադրությունների դաշտ։ Հասկանում եք, երբ որ կենդանիակը ինքը վերականգնում է իր ներդաշնակությունը Գերագույն Աստծո անձնավորության մտադրությունների հետ, հա, դա դառնում է հոգևոր աշխարհը, որտեղ ինքը ապահովում է բոլորի երջանկությունը։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այդ ճանապարհը Երբ որ կենդանիակը ինքը սկսում է իր հոգին տանել դեպի այն ճանապարհը, որ վերջում ընդունի հոգևոր աշխարհի իրականությունը առանց ըմբոստության, հա, դա ինքը իրականում նվիրված ծառայություն է, արված Աստծուն, եւ դա ամենաթանկ նվիրված ծառայությունն է Աստծո համար։
երբ որ կենդանիակը վերականգնում է իր ներդաշնակությունը Աստծո հետ։ Չէ՞, դրանից ավելի թանկ հաջորդ քայլն է։ Երբ որ այն ազնվորությունը, որը ինքը կատարելության է հասել այդ ծառայության մեջ, կարեկցանք է զգում նյութական աշխարհի ապրողների հանդեպ, հա, եւ այն ճանապարհը, որով ինքը անցել է, գալիս է եւ պատկերավոր ասած ուրիշ կենդանիակների ձեռքը բռնում է, ասում է՝ «Արի, ես քեզ տանեմ»։ Հասկանում եք, դա Տեր Կրիշնան ինքը Բhagavad Gita-ում կասի, որ այդպիսի հոգիները իրենք իր համար ամենաթանկն են, որովհետև իրանք անում են այդ ամենադժվար գործը, հա, ռուսերեն այդպիսի մի հատ ոտանավոր կա, как тяжело тащить из болота бегемота, հա, այսինքն իրականում դա շատ դժվար գործ է պայմանավորված կենդանի էակին, որը ինքը խճճված է նյութական աշխարհի իրականությունների մեջ, որը ինքը իր համար որպես ռեալ ընկալում է միայն նյութական աշխարհը, հա, այդպիսի կենդանի էակին գալ այդ ցեղերից հանել, բերել առաքինության դաշտ, հետո տեղից տանել հրաժարման դաշտ, հետո այդ հրաժարումից տանել այնպիսի մաքրության, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնվի հանդիպել եւ այլն, այդ process-ը ինքը երկարատև եւ մաքուր նվիրալների համար, այսպես էլի, ծավալուն աշխատանք է, որ իրենք հատկապես աստվածամերության դարաշրջանում փառք իրենց բոլորին, այսպես համբերատար կատարում են, որպեսզի մեր նման կենդանի էակներին դուրս բերեն այդ ցեղի մեջից, չէ՞։ Ուրեմն, սիրելիներս, սա այն էր, ինչ որ մենք այսօր պիտի քննարկեինք։ Ես ուզում եմ մի հայտարարություն անեմ, ցավոք սրտի տխրեցնելու եմ երևի ձեզ, նրանց ովքեր որ կապված են մեր հանդիպումներին, ես մոտավորապես մի 3 շաբաթ, վաղը եւ վաղը չէ մյուս օրը, ամենայն հավանականությամբ դասախոսություն չի լինի, ուղղակի ես չեմ հասցնի, ասենք, դասախոսությունը ձայնագրելու process-ը մտցնեմ իմ կենցաղի մեջ զբաղվածության պատճառով, եւ դրանից հետո մոտավորապես 3 շաբաթ, 2.5 շաբաթ, չգիտեմ դեռ կոնկրետ տեղյակ չեմ ժամը, կարող է ստացվել այնպես, որ դասախոսությունները իրանք, ասենք, մի քիչ, այսպես էլի, ոչ կանոնավոր դուրս գան, ես նախապես ներողություն եմ խնդրում, հանդիպման եմ գնալու աշակերտներիս հետ, եւ թե այնտեղ ինչ հաճախականությամբ կարողանամ ազատ ժամանակ ունենալ, որպեսզի կարողանամ ձայնագրել մեր դասախոսությունները, այս պահին չեմ կարող ասել։ Եվ այսօր այսքանը, ստեսություն ձեզ, սիրելիներս, մինչ հաջորդ հանդիպումները։